Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վարչապետի խոսքով երկխոսության բացակայությունն է, որ ըստ հայաստանցիների Ադրբեջանի շրջանակներում բան չի փոխվում եւ հակառակը ըստ նրանց Հայաստանի շրջանակներում բան չի փոխվում։ Հայաստանի վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայ եւ ադրբեջանցի փորձագետների փոխադարձ այցերին։ Երկխոսությունը նրա համար է, որ խոսույթում բան փոխվի, իսկ 35-ից 37 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի 2 հանդիպման արդյունքում չի կարող փոխվել։ Մենք ուզում ենք, որ փոխվի, թե ոչ, պետք է պրոցես տեղի ունենա փոփոխության համար, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Բիշկեկում ՀԱՊԿ անդամ երկրների դրոշների շարքում նաև Հայաստանի եռագույնն է։ ՀԱՊԿ անդամ երկրների բոլոր ղեկավարները ներկա են, Երևանն այս անգամ չի մասնակցում նիստին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է հայտարարում, Հայաստանը սառեցրել է կազմակերպությանն իր մասնակցությունը։ Մենք նրանց տեղեկացնում ենք բոլոր այն նյութերի եւ փաստաթղթերի մասին, որոնք քննարկվում եւ ընդունվում են քարտուղարության մակարդակով։ Նրանք չեն մասնակցում քննարկումներին, բայց չեն խոչընդոտում սահմանափակ ձևաչափով այդ փաստաթղթերի ընդունմանը։ Հայաստանն ըստ քաղաքագետների մանևրում է իշխանությունները ՀԱՊԿ տարբեր նիստերին չմասնակցելը դարձրել են իրենց համար ներքաղաքական խաղաթուղթ եւ արևմուտքին էլ փորձում են ցույց տալ, թե անկախ են Մոսկվայից, սակայն միևնույն ժամանակ պաշտոնական Երևանը դեռ չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Եթե այս ամենը ուղղված է անկախությանը եւ Հայաստանի անկախությանը վնաս չի տալիս, ինչու չեն լքում կազմակերպությունը լիովին։ Եթե այդ ամենը ի վերջո անվտանգությանը վնաս է տալիս, ինչու են իրականացնում այդ քաղաքականությունը։ Եվ եթե իրականում այս քաղաքականությունը բերում են իրեն, որ Հայաստանի կախվածությունը Մոսկվայից նվազում է, բայց որ կողմերից է նա ավելանում։ Մի կողմից իրենք ցույց են տալի արևմուտքին, որ իրենք այլևս ՀԱՊԿ-ի անդամ չեն, որովհետև հիշում եք, որ ըստ իրենց բացատրությունների արևմուտքում իրենց այդ հարցը տալիս են եւ խիստ դնում են այդ տարբերությունը, կամ դուք ՀԱՊԿ-ի անդամ եք եւ մենք ձեզ չենք համագործակցելու, կամ դուք ՀԱՊԿ-ի անդամ չեք։ Քաղաքականության իմաստն է, որ չի խզվում հարաբերությունները կողմերից ոչ մեկի հետ։ Մենք որ Հայաստանը փորձում է ինչ-որ ուրիշ մոդել էլի անվտանգային գտնի, բայց ինչքանով ինքը էֆեկտիվ է, մեծացել։ Մյուս կողմից էլ Հայաստանի իշխանությունները չեն մոռացել 2022-ին ադրբեջանական ագրեսիան, Հայաստանից տարածքներ օկուպացվեցին։ Ըստ քաղաքագետի Հայաստանի ՀԱՊԿ-ին մեկնած ձեռքը անպատասխան մնաց։ Եվ ապագայում դա շատ ավելի մեծ դեր կարա ունենա Ռուսաստանի համար, որևէ մի երկրի ՀԱՊԿ-ից դուրս գալը դա շատ վատ նախադեպ է եւ ի վերջո Ռուսաստանը ինչ որ ձևաչափով պատասխան է տալու եւ կառավարությունը չեն ուզում առնչվեն այդ պատասխանի հետ։ Պուտինն առաջարկեց լայնածավալ ծրագիր սկսել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերը վերազինել ռուսական զենքով։ Доказавшими свою эффективность. Դրանք ապացուցել են իրենց արդյունավետությունը իրական ռազմական գործողություններում։ Հիմա մենք տեսնում ենք, որ հիմնականում կշիռը տեսակարար ավելի շուտ ուղղված է դեպի արևմուտքից գնումների սպառազինությանը։ Հիմա եթե լինի ցանկություն հայկական կողմից ու ֆինանսական հնարավորությունները այդ ամենը չհիմնավորված լինի, ես կարծում եմ դա բանակցելու հարց է, այսինքն ինչ որ լուծումներ կարելի է գտնել։ Վերջապես Հայաստանը տեսականորեն կարա երկկողմանի շրջանակներում էլ Ռուսաստանի հետ այդ ամեն ինչը իրականացնի, բայց հնարավոր ես չեմ կարծում, որ դա բան լինի, որտեղ էլ ասում եմ, այստեղ ավելի շուտ հայկական կողմը առանձնապես ցանկություն չունի, էլի այդ ուղղությունը զարգացնել Ռուսաստանի հետ։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը ընդունել է հռչակագիր, ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծված ակտիվ միջպետական երկխոսությունը։ ՀԱՊԿ կողմ է համապարփակ կարգավորմանը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը։ ՀԱՊԿ-ում նաեւ հույս ունեն, որ առաջիկայում հայկական կողմը որոշում կկայացնի ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ։ Գործադիրում դեռ չեն ամփոփել տնտեսվարողների բողոքները, թե հարկային ու քննչական մարմիններն իրենց նկատմամբ դրսևորում են ավելորդ խստություն։ Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ շաբաթ օրն աշխատաժողով ունեն, կքննարկեն ու կհասկանան, ում փաստարկներն են արդարացի եւ հակառակը։ Եզրակացություններին համապատասխան կառավարությունը կձևավորի իր մոտեցումը։ Այսուհանդերձ երկրի ղեկավարը շեշտում է, այն հիմա էլ հստակ է, որևէ տնտեսվարողից չպետք է գանձվի ոչ մի լումա ավելի, ոչ մի լումա պակաս։ Տնտեսվարողներից նամակներ եմ ստանում այն մասին, որ հարկային մարմինները, այսպես ասած,
չափից ավելի խստա պահանջ են եւ նաեւ քննչական մարմիններ, այսպիսի սկզբունք ենք մենք ворթեգրել։ Մեր սկզբունքը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում բառացի ինչ որ ասում եմ, սա ես մեջբերում եմ մեր աշխատանքային քննարկումներից առանց մի բառ ավելացնելու կամ պակասացնելու, որ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի որևէ տնտեսվարող, որը ունենա օբյեկտիվ հիմք ասելու, որ կառավարությունը հարկային գործունեության ֆիսկալ process-ների արդյունքում իրենից վերցրել է թեկուզ մի լումա ավել հարկ։ Կառավարությունն ընդունել է փոփոխություն, որի համաձայն աշխարհի լավագույն համալսարաններում ուսանող քաղաքացիները կարող են ստանալ զինվորական ծառայությունից տարկետում, հետագայում Հայաստանի Հանրապետությունում գիտության, տնտեսության եւ այլ ոլորտներում իրենց գիտելիքները կիրառելու համար։ Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։ Փարիզում անցկացված քվեարկության ժամանակ Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքը՝ 161 հնարավորից ստանալով 105 ձայն, որով Հայաստանը հնարավորություն կստանա բարձրաձայնել իր մշակութային ու բնական արժեքները, առաջարկել դրանք համաշխարհային ժառանգության ցանկերի մեջ ընդգրկելու եւ պահպանման համար, եւ այդ կերպ իր արժեքը միջազգային մակարդակներում ներկայացնել։ Անդամակցությունը կտա հնարավորություն գործակցել նաեւ այլ երկրների հետ ժառանգության պահպանման, կառավարման, փորձի փոխանակման, կրթական ծրագրերի, արշավների եւ ամբողջությամբ մշակութային միջավայրի զարգացման համար։ Ռոտացիայի ձևով նոր ընտրություններ են կազմակերպում, իրականացնում են, Հայաստանը իր տեխնիկացությունը առաջադրել է եւ այնտեղ պետք է պաշտոնյա պահի, այդ արձանագրություններ կազմի, չգիտեմ, որոշումների կայացման վրա որոշակի ազդեցություն ունենա, որը վատ չի։ Միջազգային հեղինակության համար լավ։ Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի ներկայացուցիչները նամակ են գրել Դոնալդ Թրամփին խնդրելով միջնորդել, որ նա ազատ արձակի բանտից։ Ավելի վաղ հայտնել էին, որ Էուլջեքչյանի վիճակը բանտում կտրուկ վատացել է։ Նա չի կարողանում քայլել, կարիք ունի անվասայլակի, որը չի տրամադրվում։ Նրան տարել են բժշկի մոտ, բայց նա դեղորայք չի ստանում։ Նա մնում է առանց բժշկական օգնության մարդասիրական տարրական նորմերի խախտմամբ։ Դատարանը վերացրեց Սրբազան պայքարի գործով անցնող միակ կնոջ Լիդիա Մանթաշյանի կալանքը։ Նրա նկատմամբ կիրառվել է համակցված խափանման միջոց, վարչական հսկողություն եւ 2.5 միլիոն դրամ գրավ։ Նախորդ նիստում կալանքը երկարաձգվել էր 3 ամսով։ Գործով անցնում են 18 մեղադրյալներ, որոնք մեղադրվում են ահաբեկություն նախապատրաստելու եւ իշխանությունը զավթելու նախապատրաստական գործողությունների մեջ։ Վրաստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ Այս գործընթացը կարևոր է տարածաշրջանի խաղաղության համար, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանի դերի հետագա ամրապնդմանը միջին միջանցքում, նշել է Բոճորիշվիլին։ Նա ընդգծել է, որ Վրաստանը ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին եւ սերտ կապեր է պահում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որից հետո հրապարակված հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին եւ Ադրբեջանին։ Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները, քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային գործակցության հնարավորությունները։ Վերահաստատվել է Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն եւ զարգացում ապահովելու մեր հանձնառությունը, ասվում է հայտարարության մեջ։ Երևանում անցկացվող միջազգային համաժողովում քննարկվել է զինված ուժերում կանանց մասնակցության խնդիրը։ Մարդու իրավունքների պաշտպան Մանասյանը հայտնել է, որ կին զինծառայողներից ստացվող բողոքների մեծ մասը կապված է կարծրատիպերի ու դրանից բխող խոչընդոտների հետ։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն էլ ընդգծել են, որ նման խնդիրները տարածված են նաև այլ երկրներում եւ պայմանավորված են մշակութային պատկերացումներով։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ նշել է, որ կանանց ներգրավվածությունը ռազմական ոլորտում ռազմավարական անհրաժեշտություն է, սակայն Հայաստանում դրանք դեռ քիչ են ներկայացված, հատկապես որոշումների ընդունման մակարդակում։ Կառավարությունը հաստատել է ներքին գործերի նախարարության բյուջեի վերաբաշխման նախագիծը, որի համաձայն հատուկ նպատակային այլ նյութեր ծախսային հոդվածը կրճատվելու է ավելի քան 90 միլիոն դրամով։ Գործադիրը նախատեսում էր փրկարար ծառայության համար ձեռք բերել հակագազեր, հրդեհաշիջման փրփուր, արտակարգ իրավիճակներում կիրառվող սարքեր եւ գործիքների հավաքածուներ։ Դրանց փոխարեն սակայն կրճատված 90 միլիոն դրամով որոշվել է ձեռք բերել 10 նոր մոտոցիկլետ բարեկային ծառայության եւ 105 քառակուսի մետր մակերեսով շարժական ջրային տախտակամած ջրային բարեկային ծառայության համար։
Ինչու այդ գումարները պիտի տրվեն այնին, տրվեն այդ տեխնիկական միջոցների, մեզ այդ պահին մենակ մոտոցիկլետն է պակաս, չեն կարողանում հրդեհները մարդիկ սանջամա եղան, նույնիսկ մարդ է մահացել այնտեղ այնի, դա կարելի է այդ վիճակում թողել այդ մարդկանց այդտեղից փողը ծտրել ու տալ ինչ-որ մոտոցիկլիստների, չգիտեմ, պատերների եւ այլն։ Հոկտեմբերի տվյալներով Հայաստանում աշխատատեղերի ռեկորդ է արձանագրվել 810,074, նախորդ ամսվա համեմատ 5000-ով ավելի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա դիտարկման 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աշխատատեղերն ավելացել են 223,895-ով։ Հայաստանի բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2025-ի սեպտեմբեր ամսին կազմել է $507.4 միլիոն։ 2024-ի սեպտեմբերի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի աճ $105.6 միլիոն կամ 26.3%-ով։ Տվյալները հայտնում էր Կենտրոնական բանկը։ Հայաստանի կառավարությունը 1,708 միլիոն դրամ կհատկացնի տարբեր մարզերում 15 սուբվենցիոն ծրագրերի համար։ Որոշման ուժի մեջ մտնելու արդյունքում 2025-ի պետական բյուջեի միջոցներով սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր ծավալը կհասնի 76 միլիարդ դրամ։ Հաջորդ տարվա հունվարի 1-ից կենսաթոշակառուներն անկանխիկ առևտրի դեպքում ավելի մեծ չափով հետվճար կստանան։ Առաջարկվում է 12%-ի փոխարեն հետվճարի չափը սահմանել 20%, ըստ այդմ 6000 դրամից այն կդառնա 10000 դրամ։ 2025 թվականի հոկտեմբերին այս ծրագրի շահառուների թիվը կազմել է 364432, ինչը 3.6%-ով ավելի է նախորդ ամսվա համեմատ։ Անկանխիկ գործարքների հանրագումարը կազմել է 14 միլիարդ 768 միլիոն դրամ։ Կառավարությունը 3 միլիարդ դրամ դոտացիա կհատկացնի Երևանի քաղաքապետարանին 45 տրոլեյբուսների ձեռքբերման նպատակով։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևան քաղաքի բյուջեում առկա է որոշակի թերհավաքագրում, հատկապես հանրային տրանսպորտի ուղևորձերի վճարման մասով։ 2025-ի բյուջեով տրանսպորտի ուղևորձերի եկամտից ստացված միջոցները նախատեսվել էր 21 միլիարդ 303 միլիոն 814 հազար դրամ, սակայն ընթացիկ տարվա կանխատեսումներով այդ մասով սպասվում է շուրջ 5.5 միլիարդ դրամ թերհավաքագրում։ Անհրաժեշտություն է առաջանում Երևանի քաղաքապետարանին տրամադրել այլ դոտացիա, որը կուղղվի 2025-ի ծախսերի ֆինանսավորմանը։ Փրկարար ծառայության օպերատիվ եւ համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի ոլորանների եւ Լեռնային Հայաստան առողջարանի մոտակա անտարային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են, հաղորդել է ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։ Կրկին հորդորում են խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում անհապաղ զանգահարել 911։ Պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ կանխել են պետական սահմանով մաքսային հսկողությունից թաքնված խոշոր չափերի տաքացվող ծխախոտի արտահանման փորձը։ Հայաստանի տարածքից Բագրատաշեն անցակետը մուտք գործել կենդանիների տեղափոխման համար նախատեսված դատարկ բեռնատար, որի վերելակի պատերի հատվածում նկատվել է կասկածելի խտություն։ Հատուկ կտրող սարքավորման օգնությամբ բացվել են խոռոչներ, որտեղ թաքնված է եղել մոտ 22300 տուփ տաքացվող ծխախոտ։ Էմանուել Մակրոնը նախատեսում է վերականգնել պարտադիր զինվորական ծառայությունը 10 ամսվա տևողությամբ, որը կվերաբերի տղամարդկանց եւ կանանց։ Մանրամասները կբարձաբանվեն առաջիկա օրերին։ Հոնկոնգի բնակելի համալիրում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի, մոտ 300-ը անհետ կորած են համարվում։ Հրդեհի պատճառը ըստ ոստիկանության կարող էր լինել շինարարական ընկերության անփութությունը։ Հրշեջները շարունակում են աշխատել, հրդեհները մասամբ մարվել են։ Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում դպրոցական ավտոբուսի եւ մեքենայի միջև տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 66 երեխա։ Ըստ տեղեկության լարված իրավիճակ է ստեղծվել, մեքենայի վարորդը չի զիջել ավտոբուսին։ Վերջինի վարորդը սեղմել է արգելակները, նրա հետևում նստած 66 երեխա վիրավորվել է։ Գվինեա-Բիսաուում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել։ Կալանավորված են նախագահը, գլխավոր շտաբի պետը եւ ներքին գործերի նախարարը։ Զինվորականները հայտարարել են երկրում լիակատար վերահսկողության մասին։ Մայրաքաղաք Բիսաուում կրակոցներ են հնչել նախագահական պալատի եւ ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։ Երկրում պարետային ժամ է հայտարարվել, դադարեցվել է պետական հաստատությունների աշխատանքը։
Հռոմի Լևոն 14-րդ պապը հրապարակել է հրամանագիր, որով կաթոլիկներին արգելվում է ունենալ միաժամանակ մի քանի ամուսնություններ կամ մտերիմ հարաբերություններ։ Վատիկանում 2023-24 թվականներին անցկացված գագաթնաժողովների ընթացքում քննարկվել էր բազմակնության եւ բազմամուսնության տարածվածությունը Աֆրիկայում եւ դրա աճը մի շարք արևմտյան երկրներում, սակայն եկեղեցին վերահաստատել է իր դիրքորոշումը՝ ամուսնությունը մնում է մեկ տղամարդու եւ մեկ կնոջ բացառիկ միություն ամբողջ կյանքի ընթացքում։ Նոյեմբերի 27-ին Դաշտադեմ Քարակերտ ճանապարհին 45-ամյա Համլետը հովո բետոնախառնիչ բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել։ Վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության Թալինի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, Թալին բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։ Նրանք տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Իմ տեղեկություններով վարորդի կյանքին վտանգ չի սպառնում։ Նոյեմբերի 27-ին Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար գնացքն ու օփելը, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Վերջին 10 օրվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է։ Հատկանշական է այն, որ տարածքում չկան ուղեփակոցներ, անհրաժեշտ կահավորանքը բացակայում է։ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունից սակայն հայտնել են, որ դա իրենց գործը չէ, այլ Արարատի մարզպետարանի եւ Մասիս խոշորացված համայնքի ղեկավարության։ Բայց որ Հարավկովկասյան երկաթուղիները պետք է հետևություններ անի համագործակցի Արարատի մարզպետարանի, Մասիսի քաղաքապետարանի հետ եւ լուծում գտնեն այստեղ։ Պարտադիր գոնե մի 300-500 մետր հեռավորության վրա տեղադրեն ուղեփակոցները, ինչը հաստատ երաշխիք կլինի, որ նմանատիպ դեպքեր տեղի չունենա։ Վարորդը գալիս է, տեսնում է ուղեփակոցը չկա, ճանապարհը բաց է, ինքը փորձում է անցնել, ահա, տեսեք, այսպես փորձում է գնացքի վրայով, գծերի վրայով անցնել, գնացքի գծերի վրայով անցնել ու բախումը տեղի ունենում կամ բեռնատար գնացքի կամ մարդատար։ Նոյեմբերի 26-ին Ստեփանավան քաղաքում բախվել են 22-ամյա Հովանեսի Մերսեդեսն ու 35-ամյա Ալեքսանդրի օփելը։ Վարորդները եւ 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավան բժշկական կենտրոն։ Ժամանել են փրկարարության Ստեփանավանի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի բարեկները։ Եվ տևական ժամանակ վարորդների համար իսկական գլխացավանք դարձած Նուբարաշենի ճանապարհը նորոգվում է։ Նոր ճանապարհի բետոնե հենապատի կառուցման աշխատանքներ են իրականացվում։ Միջազգային չափանիշներին համապատասխան երկաթե նոր ամրաններ են տեղադրվում։ Դրանց բարձրությունը հասնում է մոտ 11 մետրի։ Աշխատանքները Երևանի քաղաքապետի կարգադրությամբ շաբաթական 3 անգամ ստուգում այ քաղաքապետի տեղակալը։ Ճանապարհաշինարարներն ամեն մանրուք են մտածել, քանի որ այն սողանքային հատված է համարվում։ Այս հենապատը հիմնական կեթա, չէ՞։ Նոր արմատուրաները, որոնք արդեն հենապատի համար մոտավորապես երևի մի 20-25 մետր արդեն կառուցվել է, սա տեսնում եք, նոր արմատուրաներն է, որոնք օգտագործում են հենապատի եւ հիմքի համար։ Այսքան համբերել եք, ժողովուրդ ջան, մի քիչ էլ համբերեք, այն որ ասում է շատը գնաց, քիչը մնաց, բայց այս ճանապարհը 0-ից Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ կառուցվում է։